Էջմիածնի ծննդատունն այնքան վատ վիճակում էր, որ երեխային լուսաշխարհ բերելու համար կանայք Երևան էին հասնում։ Գրեթե պարապմունքի մատնված ծննդատունը փակվելու եզրին էր։ Մասնակի նորոգումից հետո, սակայն, այստեղ նորից մանկան ճիչեր լսվեցին։ Առաջի երեխան ծնվել է Երևանում, երկրորդը ծնվել է Էջմիածնում։ Իմացանք, որ պայմանները փոխվել են շատ լավ, դրա համար այդպես որոշեցինք։ Արդեն ունենք մշտական ջուր, դրա համար բոլորս ուրախ ենք։ Հիմա արդեն ոչ միայն 24 ժամ տաք ու սառը ջուր ունեն, այլև նորոգված ու ջեռուցվող սանհանգույց եւ հիվանդասենյակներ, որոնք նախկինում տաքացվում էին էլեկտրական սալիկներով։ Հիմա փառքասու ամեն ինչ ունենք, տաք, վաքսին քաշված, ծնունդները իրան շատ լավ են զգում։ 2016 թվականի մայիսին ծննդատունը միացավ պոլիկլինիկային եւ էականորեն շահեց։ Պոլիկլինիկան իր ազատ միջոցներն ուղղեց ծննդատան վերանորոգմանը, փոխեցին պատուհանները, հատակը, հին ու մաշված կահույքի փոխարեն ձեռք բերեցին նորն ու հարմարավետը։ Հնի ու նորի տարբերությունը լավ են զգում գոնե մեկ անգամ այստեղ ծննդաբերածները։ 3 տարի առաջ ունեցել եմ առաջնակից ու հիմա տարբերությունը շատ մեծ է։ Ջեռուցումը, տուալետների, հոսող ջուր կա, ժամանակ չկար։ Տաք ու ապահով պայմաններում լուսաշխարհ կգա նաև Լուսիի երրորդ բալիկը։ 12 տարվա ընդմիջումից հետո երիտասարդ զույգը որոշել է իրենց տունը լցնել եռակի երջանկությամբ։ Խորհուրդ կտամ բոլորն էլ ունենան երրորդ բալիկին, որովհետև դա Աստծո պարգև է, թող բոլորը մայրանան։ Անձնակազմը, որ երբևէ անդառնալի սխալներ թույլ չի տվել, խոստանում է նոր պայմաններում էլ ավելի որակյալ ծառայություն մատուցել մայրացող կանանց։ Խնդրում ենք մեր կանանց, որպեսզի գան մեր ծննդատունը ծննդաբերեն, նաև գան հաճախեն կոնսուլտացիան։ Վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը կշարունակվի 2017 թվականին։ Հայկոս Ասլանյան, Հարություն Սահակյան, օրակարգ։